շատերը հարցնում են, լավ, ինչ ա ուզում Նիկոլը Մայր Աթոռից, իսկ ձեզ ով ասեց, որ Նիկոլն ա ուզում, ուրեմն բացում ենք թուրքական երկու խոշոր լրատվամիջոցներ Aydin Link-ը 5 միլիոն, կրկնում եմ 5 միլիոն հետևորդ ունեցող, որ որևէ նիկոլական տզրուկ չասի սուտա տենց բան չկա, եւ կարդում ենք այդ հրապարակումը, որ այնինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, այնինչ հիմա Հայաստանի վարչապետը անում է հայ առաքելական եկեղեցու հանդեպ, դա Թուրքիայի երազանքն է եւ Աթաթուրքից հետո Թուրքիայի ամենամեծ հաջողությունն է, ավելին Aydin Link-ը 5 միլիոն հետևորդ ունեցող թուրքական մի քանի լրատվամիջոց գրում են, որ հաջորդ վեհափարի հարցը որոշվելու է ոչ թե Էջմիածնում, այլ որոշվելու է Ստամբուլում եւ Անկարայում եւ Էրդողանը ինքն է որոշելու, թե ով է լինելու հաջորդ վեհափարը, ավելին տվյալ լրատվամիջոցը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ ամենայն հավանականությամբ Էրդողանի ընտրությունը կանգ կառնի Կոստանդնուպոլսի հայ պատրիարք Սահակի վրա։ Իդեպ հիշեցնեմ, որ Կոստանդնուպոլսի պատրիարքին նշանակում է անձամբ Էրդողան, այնպես որ մարդիկ, որ հարցնում եք ինչ ա ուզում Նիկոլը եկեղեցուց եւ կաթողիկոսից, պատասխանում եմ հստակ, դա Նիկոլը չի ուզում, դա ուզում է Ալաշուքյուր Փաշազադեն, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, ով հայտարարում էր, որ հայ առաքելական եկեղեցին դա ահաբեկչական կառույց է եւ հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների համար, իսկ Թուրքիայի առաջատար լրատվամիջոցը բառացի գրել է Հայաստանում միակ քիչ թե շատ անկախ կառույցը մնացել է հայ առաքելական եկեղեցին եւ մնացել է Գարեգին II-ը, որի հարցերը անպայմանորեն պիտի լուծեն եւ նորից է արձանագրել, որ Աթաթուրքի գոյությունից հետո հայ առաքելական եկեղեցու դեմ այս պայքարը, որը տանում է Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի ամենամեծ հաղթանակներից մեկն է,